Բարև ձեզ, Շողակաթ հեռուստաընկերության եթերում տաղավարում շարքի հերթական հաղորդումն է։ Մենք շարունակում ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Մատենադարանի եւ հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ Քահանա Պողոսյանի հետ մեր զրույցները։ Շնորհակալ եմ Տեր Արարատ, այս անգամ եւս ընդունելու համար հրավերս։ Սիրով։ Այս անգամ մեր պայմանավորվածության համաձայն անդրադառնալու ենք Բագրատունյա Ցզոր անի մայրաքաղաքի կործանման պատմությանը։ Գիտեք, որ պատճառների, այդպես մեկնաբանման մեջ տարաձայնություններ կան մեր պատմաբանները, մեր մասնագետները, տարբեր այդպես դիտանկյուններից են նայում խնդրին։ Եկեք սկսենք այդտեղից, արդյոք պատմական անխուսափելիություն էր, թե իսկապես դերակատարություն ունեցան դավաճանությունը, պառակտումը, մասնատումը եւ այլն։ Հենց միանգամից կարող ենք այսպես հայտարարել, որ անի թագավորության Բագրատունյաց թագավորության կործանումը կախված չէր միայն դերակատարներից, դավաճաններից կամ հերոսներից, այլ այնտեղ կար աշխարհաքաղաքական գործոնը եւ դրսի պետությունների ազդեցությունը եւ նրանց նպատակները կործանելու կամ միացնելու, մասնատելու հայոց անկախ թագավորությունը։ Ավելի շատ աշխարհաքաղաքական գործոնները դարձան պատճառ, անշուշտ ներքին պառակտումները հավելյալ հեշտացրեցին օտարների աշխատանքը կործանելու անի թագավորությունը։ Դեր տեսեք, Հայաստանը բաժանված էր մի քանի թագավորությունների, այնպես չի, որ Բագրատունները կարողացել էին ամբողջ, մեծ հայքում իրենց տիրապետությունը հաստատել, երբ որ բյուզանդացիները գրավեցին նաև ասպուրականի թագավորությունը, Սենիքերի մարքան այդպես իր բաժինը ստացավ մի ուրիշ տեղ եւ փոքրիկ մի ամրոց տվեցին եւ վերցեցին Վասպուրականի թագավորությունը, ստացվեց այս մաս պատառ այդպես վերցրել եւ կարծես թե օղակը սեղմվել էր արդեն, Բագրատունյաց թագավոր, անի շուրջ արդեն օղակը սեղմվել էր, բայց անշուշտ կար նաև ներսից պառակտումը եւ մասնատումը, որը եւ վախի արդյունք էր, հեռանկարի բացակայության, արծաթասիրության, տեսեք, ասենք Գագիկ առաջինից հետո, երբ որ որդիների մեջ սկսվեց իշխանության համար պայքարը, Հովանես Սմբատը ըստ էության պալատականների սիրելին էր, որտեղ թուլամորթ էր։ Եթե արքունիկում չկա հայրենիքի նկատմամբ, պետության նկատմամբ մտահոգություն, շատ ձեռնտու մեկն է դառնում։ Այդպես թուլական մեկը, այսինքն ոնց ուզում են խաղացնում են, էլի։ Այս տեսակի բաները հասկանալի է, եթե այսօրվա մեր ընդունված բառով հասարակություն ասենք, կամ ժողովուրդը արդեն ինքը պառակտված էր, երկու մասի էր բաժանված, արդեն թե դուռ էր բացվում, բայց անշուշտ դերակատարություն ունեցավ նաև հենց իշխանական խարդավանքները եւ կոնկրետ կաթողիկոսի վերաբերմունքը եւ Վես Սարգսի, եկեք այդ մասին բաց խոսենք այսօր, էլի, ասենք թե, որտեղ ես գիտեմ, մեր պատմիչներից սկսած մինչեւ պատմաբաններ երբեմն դավաճան են համարում կաթողիկոսին, չգիտեմ, եւ այլն, եկեք այսօր ազատ խոսենք, թե իրական պատճառները որոնք էին։ Եթե միանգամից անդրադառնանք Բագրատունյաց թագավորության անկման մեջ մեղադրվող դերակատարներին, տվյալ դեպքում նախ առաջին մեղադրանքը պիտի ուղղվի Հովանես Սմբատի եւ Աշոտի երկու եղբայրների, որոնք արդեն իսկ պառակտված թագավորությունը հերթական անգամ պառակտեցին։ Նախ հիշեցնեմ, որ նրանք երկու եղբայր միմյանց դեմ արդեն երկու պատերազմ ունեցել էին եւ երկրորդի ժամանակ էր, որ ձեռք էր բերվել համաձայնություն, որ Հովանես Սմբատի մահվանից հետո միահեծան թագավորությունը կառաջնորդի Աշոտը, բայց իրերը դասավորվեցին այլ կերպ, Աշոտը հանգամանքների բերումով ավելի շուտ մահացավ եւ Հովանես Սմբատը ստիպված եղավ գահակալելու նաեւ նրանից հետո։ Ինչ վերաբերում է նրանցից հետո Աշոտի որդուն Գագիկ II-ին գահակալության բերելու եւ նրան, այսպես ասած, համոզելու, որ գնա հանդիպի Բյուզանդիայի կայսրին եւ դրանից հետո նաեւ ստիպված լինի հրաժարվելու հայոց թագավորությունից, որը նաեւ սկսեց անկման վերջակետը դնելու այսպես գործընթացը, որովհետեւ երբ թագավորը չվերադարձավ, անին որոշակի ժամանակաշրջան թագավորությունը կարողացավ նաև դիմադրել բյուզանդական կայսրությանը, բայց տեղի ունեցավ մի իրադարձություն, որի մեջ կան դերակատարներ,
անշուշտ մեր պատմագրությունը նաև պահպանել է նրանց անունները եւ մեղադրանքով է պահպանել։ Խոսքը գնում է Վեստ Սարգիսի եւ Պետրոս Գետադարս կաթողիկոսի մասին, բայց այսօրվա հեռավորությունից եւ պատմագիտությունը սկսել է սկզբնաղբյուրների անաչառ այսպես ուսումնասիրությունը, համադրությունը, կարողանում են այստեղ տեսնել ավելի շատ ոչ թե դավաճանություն, այլ քաղաքականություն, որտեղ հաշվարկները սխալված էին։ Այսինքն ինչպես միշտ մեր երկրում կային այսինչամետ եւ այնինչամետ ուժեր։ Մի կողմից Բյուզանդիայի համակիրներն էին, մյուս կողմից կար նաեւ Սելջուկյան հարձակման վտանգը, եւ այս իմաստով գուցե չարյաց փոքրագույնի ընտրություն էր, ինչ որ կատարվեց։ Ուրեմն հիշատակված երկու կողմերը, ովքեր երկուսն էլ անշուշտ ցանկանում էին երկիրը տեսնել անկախ ու պաշտպանված։ Մի մասը Պահլավունիների առաջնորդությամբ տեսակետ էր հայտնում, որ պետք է պայքարել, սեփական ուժերին ապավինած պայքարել։ Մյուս մասը հաշվի առնելով Սելջուկյան հզորացող կայսրությունը եւ սպառնալիքը, որը շատ իրատեսական էր, գտնում էր, որ պետք է ստանալ Բյուզանդիայի աջակցությունը եւ նրանց աջակցությամբ լինել պաշտպանված, նաեւ չեզոքացնելով այդպիսով Սելջուկյան վտանգը։ Այնինչ, եթե սեփական ուժերին ապավինելը միշտ էլ նախընտրելի է, չնայած երբ գալիս է պատերազմելու ժամանակը, միշտ էլ պատերազմող կողմերը փնտրում են դաշնակիցներ։ Այս կողմը, ովքեր մտածում են, որ Բյուզանդիան կարող է հանդես գալ Բագրատունյանց թագավորության պաշտպանության դիրքերից, մոռանում են, որ մինչ այդ Բագրատունյանց թագավորությունը Տաշիրի դեպքով, Վասպուրականի դեպքով արդեն իսկ վարում էր այնպիսի քաղաքականություն, որ Հայաստանը պետք է դառնար ուղղակի բյուզանդական կայսրության Վասպուրականի օրինակը տարածքային մաս։ Բայց անշուշտ սա մեր հեռավորությունից է եւ իրենք դեպքերի իրադարձությունների մեջ են, ժամանակակիցների համար գուցե դժվար է եղել այս հաշվարկները ճշգրիտ անել։ Այնուամենայնիվ հաշվարկները կատարվեցին եւ Պահլավունիների առաջնորդությամբ մի մասը հակված էր պաշտպանության ապավինելով սեփական ուժերին, իսկ մյուս մասը բյուզանդական կողմնորոշում ունեցող մասը ամեն ինչ անում էին ստանալու բյուզանդական կայսրության հովանավորությունը։ Բայց նույնիսկ այդ դեպքում կներեք Տեր հայր, ասենք եթե դու հովանավորություն եւ օժանդակություն ես ակնկալում, այնուամենայնիվ մայրաքաղաքը կտակով հանձնել այդ կայսրությանը, ընդդեմ է Կտակի պարագան պետք է ասել, որ բավական քննարկված է հատկապես մերօրյա պատմագիտության կողմից եւ անշուշտ շատ դեպքերում մեղադրական այսպես ծանրակշիռ մասը մնում է Պետրոս կաթողիկոսի վրա, Գետադարցի, բայց մենք հստակ կարող ենք արձանագրել, որ նա ընդամենը ելնելով նաև իր պաշտոնից, որովհետև եկեղեցին շատ հաճախ վարում էր արտաքին քաղաքականությունը կամ դիվանագիտական այսպես ուղղության պատասխանատուն էր, ելնելով նաև իր հանգամանքից ընդամենը եղել է բանակցողը եւ թագավորի կամքը, այսպես ասած, փոխանցողը հաջորդ կողմում։ Կտակը կազմել է կամ կազմվել է թագավորի ցանկությամբ, Հովհաննես Սմբատը ինքն է խոստացել տրապիզոնում, որ իր մահվանից հետո թագավորությունը կանցնի բյուզանդական կայսրությանը եւ ընդամենը Պետրոս Գետադարս կաթողիկոսը լինելով եկեղեցու առաջնորդը եւ իր ինչպես նշեցի հանգամանքից ելնելով կատարել է այն, ինչ որ պիտի կատարեր օրվա որևէ կաթողիկոս, եթե լիներ Պետրոս Գետադարցի կողմից։ Սրան ուղղակի գալիս գումարվում է այն հանգամանքը, որ Պետրոս կաթողիկոսը ինքն էլ հավանաբար եղել է այն քաղաքական կողմնորոշման մեջ, որ բյուզանդական կայսրությունը կարող էր փրկել Սելջուկյան վտանգը։ Դե գոնե հավատակից էին եւ այդպես են էլի մեկնաբանում, որ ավելի լավ է կապերը, հավատքի որոշակի նմանությունները դարերով կողք կողքի ապրելը, հավանաբար թույլ է տվել նաեւ օբյեկտիվորեն մտածելու, որ այո, բյուզանդական կայսրությունը կարող է օգտակար լինել Սելջուկ թուրքերից պաշտպանվելու համար։ Այնինչ մենք տեսնում ենք, որ այստեղ ոչ միայն սխալվեցին Հայաստանի քաղաքական գործիչները,
հույսը դնելով բյուզանդական կայսրության վրա, նույնիսկ նրանք, ովքեր հույսը դնում էին իրենց իսկ վրա, դա եւս իրատեսական չէր, որովհետեւ սելջուկ թուրքերի հետ դեմ հանդիման միայնակ մնալուց առանց դաշնակիցների, առանց նրանց հետ համաձայնության գալու, այնուամենայնիվ թագավորությունը դատապարտված էր անկման։ Մենք տեսնում ենք, որ բյուզանդական կայսրությունն էլ սխալ հաշվարկ արեց։ Նա կործանելով Անի Բագրատունյանց թագավորությունը դուր բացեց իր իսկ թագավորության կայսրության գոտի էր, որ կործանման համար, այնինչ ճիշտ կլիներ, որպեսզի նրանք հզորացնեին Հայաստանը, որտեվ սելջուկ թուրքերի դեմ Հայաստանը առաջին հարվածները իր վրա վերցնողն էր, մինչև բյուզանդական կայսրությանը հասնելը, մինչև Կոստանդնուպոլիս հասնելը Հայաստանը կարող էր լուրջ դերակատարություն ունենալ նրանց, այսպես ասած, հորդաները կանգնեցնելու գործի մեջ։ Այնինչ բյուզանդական կայսրությունը ինքն էլ սխալվեց, կործանելով այդ հայկական անկախ թագավորությունը։ Դերակատարների մասով արդեն նշեցինք, մենք չենք մոռանում, որ Հովհաննես Սմբատ ինքը համարվում էր հայոց թագավորը, բայց նաև բյուզանդական կայսրությունից, այսպես ասած, թոշակ էին ստանում։ Եվ Վեստ Սարգիսը ըստ էության նաև մասնագետների վերլուծությունների, հատկապես նրանք, ովքեր զբաղվում են կամ զբաղվել են Անի Բագրատունյանց թագավորության պատմության ուսումնասիրությամբ, հստակ նշում են, որ հայոց թագավորները մի տեսակ արդեն իսկ դիտարկվում էին բյուզանդական կայսրության պաշտոնյա։ Եվ Վեստ Սարգիսը, որը ցանկանում էր, այսպես ասած, Անի քաղաքը պահել, նրանք ուզում էին դառնալ պարզապես կառավարիչներ։ Իրենց դուր էր գալիս կամ իրենք համախոհ էին այն տեսակետին, որ կարող են պարզապես կառավարիչներ լինել, կառավարել, ոչ թե լինել թագավորներ, առաջնորդներ, այլ կառավարիչներ բյուզանդական կայսրության հովանու ներքո։ Սա արդեն տեղի էր ունեցել եւ թագավորության անկումը գնալով ավելի մոտենում էր եւ պատահական չէր, որ Գագիկ II-ին բնականաբար բոլորս հիշում ենք կամ գիտենք այն պատմությունը, որ նա նախապես հրաժարվեց գնալ եւ հանդիպել բյուզանդական կայսրին։ Երթվեցին խաչի ավետարանի վրա, որ քեզ վտանգ չի սպառնում, արի հանգիստ գնա։ Ցավոք սրտի մեր հայոց պատմության մեջ մենք բազմաթիվ այդպիսի դրժած երթումների ենք ականատես եղել եւ անցյալի եւ այդ օրերի եւ դրանից հետո նույնիսկ բազմաթիվ տիրակալներ երթվել են բոլոր իրենց նվիրական սրբությունների վրա, բայց անմիջապես խախտել եւ դրժել են իրենց երթումը։ Եվ դա հերթական պատմական դրվագն էր։ Տեր հայ, լավ, եկեք մի պահ մենք ենթադրենք, որ չէին հանձնվում այնուամենայնիվ թագավորը գերության մեջ, բայց կարողանում են հաղթանակ տանել հայոց զորքերը Վահրամ Փալավունու գլխավորությամբ 30,000-ով իհարկե կարողանում են հաղթել դաժան պարտության մատնել 100,000-անոց բյուզանդական զորքին։ Ինչ էր լինելու շարունակությունը ձեր կարծիքով, եթե Անի բանալիները չհանձնվեին, հենց այդպես դարպասները չբացեին։ Բանալիների հանձնումը կարծում եմ ավելի շատ կրում է խորհրդանշական բնույթ։ Այո, որտեղ մեկ դարպաս չէր։ Օրինակ ես էլ եմ միշտ տես մտածել, որ տասնյակ բանալիների մասին է խոսք գնում, իբրև որ Պետրոս Գետադարձը հանձնել է, անշուշտ նաև մենք գիտենք, որ դարպասները բացելը ներսից մեր հայոց պատմությունից մենք այո նաև այդպիսի դեպքերի ենք ականատես եղել, երբ թշնամին դրսից շրջափակել է, պաշարել է մեր ամրոցները եւ այդպիսի դժբախտ արձանագրումներ էլ ունենք մեր հայոց պատմության ընթացքում, երբ որ մեր հայրենակիցները դավաճանելով սեփական հայրենիքի շահ նաև ներսից են դարպասները բացել, բայց այստեղ ավելի շատ ոչ թե թշնամուն ներս թողելու իրողությունն է, այլ խորհրդանշական հանձնվելու իրողությունը, երբ մենք հանձնվում ենք ձեր պաշտպանությանը։ Սակայն եթե այս խորհրդանշական իրադարձությունն էլ տեղի չունենար, միևնույնն է դժվար, բայց ինչ որ պայ առանց դաշնակիցների, առանց ներքին ամուր միասնական համախմբման ուղղակի կանխորոշված էր Բագրատունյանց թագավորության անկումը ներքին այդպիսի պառակտումների եւ աշխարհաքաղաքական այդպիսի մարտահրավերների պայմաններում ուղղակի կանխորոշված էր բանալիների խորհրդանշական հանձնումը արագացրեց այդ թագավորության անկումը։
Դեր հայր պատմությունը նրա համար է, որպեսզի ապագայի համար դասեր քաղենք, շատ ընդունված այդպես արտահայտություն կա։ Ինչ դասեր ունենք, որ այսօր մեզ համար պարտադիր է յուրացնել։ Գիտեք, ընդունված է ասել, որ պատմությունը կրկնվում է։ Այո, դա միանշանակ անհերքելի ճշմարտություն է։ Պատմությունը կրկնվում է, սակայն ոչ թե կրկնվում է բառացիորեն, այլ կրկնվում են պատմության օրինաչափությունները։ Եթե մենք վերցնենք այդ օրերի օրինաչափությունները, մենք կտեսնենք, որ այդ օրինաչափությունների միջով մենք պատմական տարբեր շրջափուլերում անցնում ենք։ Պառակտված լինելը, սեփական նեղ շահերը գերադասելը ազգային կամ համահայկական շահերին, նմանատիպ օրինաչափությունները երբ դառնում են միս ու արյուն որևէ պատմական շրջափուլի մեջ, ապա պետականությունը գոյատևելու այսպես հեռանկարը դառնում է ավելի կանխորոշված։ Նաև սրան գալիս գումարվում է անկեղծ, բայց սխալ քաղաքական հաշվարկները։ Մենք հաճախ փորձում ենք մեղքը բարթել այս կամ այն դերակատարի վրա, բայց մոռանում ենք, որ նրանք նույնքան կարող են լինել հայրենասեր կամ նվիրված պարզապես սխալ քաղաքական հաշվարկների, այսինքն քաղաքական կարճատեսության։ Այս եւ մի շարք անշուշտ օրինաչափություններ պատմության մեջ հայտնի, եթե բերենք դնենք իրար կողք, կտեսնենք, որ այո, այդ օրինաչափությունները առկա են, երբ կործանվեց Արշակունյաց թագավորությունը, այդ օրինաչափությունները գրեթե նույնությամբ կրկնվեցին Բագրատունիների ժամանակ, դրանք միս ու արյուն ստացան եւ այսպես իրենց բարձրակետին հասան Կիլիկիայի հայոց թագավորության անկման օրերին։ Մենք տեսնում ենք, որ առաջի հանրապետության տարիներին այո, նաեւ այսպես միասնականության եւ հասարակության գիտակցության սեփական նեղ շահերը ստորադասելու այդ գիտակցումը բավարար չափով չէր։ Այս օրինաչափությունները այո կրկնվելու հատկություն ունեն եւ երբ դրանք կրկնվեն, այսօր էլ անշուշտ երբ որ մենք համադրում ենք անցյալի մեր պատմությունը եւ մեր օրի այսօրվա իրականությունը, անցյալի բացասական բազմաթիվ օրինաչափություններ ներկայությունը նաեւ մեր օրյա կյանքում եւ Աստված չանի, որ դրանք նաև բերեն այն վաղճանին, ինչը պիտի դառնա պետականության կորուստը։ Դեր հայր, եկեք ավարտենք մի թեմայով, անդրադառնանք քաղաքի ճակատագրին, անի, որովհետև Բագրատունյաց թագավորության անկումից հետո քաղաքը չկործանվեց։ Քաղաքը նույնիսկ սկսեց ավելի մեծանալ, հատկապես Զաքարյանների իշխանության շրջանում շատ ավելի հզորացավ եւ ավելի մեծացավ, դարձավ, ինչ ասեմ, աշխարհի այդպես երևելի քաղաքներից մեկը։ Ինչ ճակատագիր ունեցավ այնուամենայնիվ մեր մեծագույն մայրաքաղաքը։ Անին անշուշտ թագավորության կործանումից հետո շարունակեց մնալ արևելքի կարևոր այսպես քաղաքական եւ հոգեվոր դերակատար նաև տնտեսական իմաստով, նաև կարևոր քաղաքներից մեկը։ Անին մեր համար նվիրական, մեր ժողովրդի այսպես կյանքում շատ նվիրական քաղաք է, աշխարհագրորեն վայր, որ այսպես շատ հոգևոր իմաստով հայտնի այն խոսքը հազարու մի քաղաք, հազարու մի եկեղեցիների քաղաք, իսկապես անին շատ սիրված է եղել։ Ցավոք սրտի անի այսպես որպես քաղաքի կործանումը նաև առիթ դարձավ մեծ թափով արտագաղթի։ Մենք գիտենք, որ անի բնակչությունը այսպես եթե ասենք կազմակերպված կերպով արտագաղթեց եւ անին այսօր իսկապես կարիք ունի հայ ժողովրդի ուշադրությանը, թեև այն մեր հայրենիքի մի մասն է, մեր պատմական հայրենիքի անխորտակելի, անջնջելի մասն է, սակայն մենք տեսնում ենք անին այսօր ուղղակի իմաստով ավերված վիճակում եւ մեր երազանքը պիտի լինի, որ անին շենացած տեսնել բնակեցված հայրենակիցներով եւ մեր պետության սահմաններում։ Շնորհակալ եմ Տեր հայր, հուսանք նրանք, ովքեր ազդեցություն ունեն, որոշում են մեր երկրի քաղաքականությունը,
մեր անի հզոր քաղաքի կործանիչ Բագրատունյաց թագավորության անկման պատճառների հարցում դասեր քաղեն։ Շնորհակալ եմ մեկ անգամ եւս։ Իսկ մենք շարունակենք տաղավարի եթերում քննարկել հայ եկեղեցու եւ հայ պատմության, հայոց մշակույթի առնչություններին վերաբերող տարբեր թեմաներ։